Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրության ենք ներկայացնելու 2025 թվականի ապրիլի երկրորդ հայելային և կախարդական օրվա մասին՝ 24/04/2025 թվական։ 5 հնարավորություն և 5 վտանգներ խավարման միջանցքի մեջտեղում և ցանկություն հայտնելու նոր եղանակներ։ Ապրիլի վերջի հայելային ամսաթիվը կկարողանա մարդկանց նոր հնարավորություններ տալ հետազոտության, մտորումների և հոգևորության հետ կապված։ 2025 թվականի ապրիլի 24-ի հայելային օրվա 5 հնարավորությունների և 5 վտանգների մասին։ Օգտագործեք հայելու ամսաթվի էներգիան ձեր նպատակներին հասնելու և խնդիրներից ազատվելու և ցանկալի արդյունքների հասնելու համար։ Սկսեք ինչ-որ նոր բան կամ փոխեք կյանքի ուղղությունը այս բարենպաստ պահին։ Մաքրեք ձեր տունը կամ աշխատավայրը ցանկացած բացասական էներգիայից, որը կարող է խանգարել ձեր ջանքերին։ Ստեղծեք տարածք դրական էներգիայի համար կատարելով մաքրում։ Ամրապնդեք ձեր միտքն ու մարմինը մեդիտացիայով կամ յոգայով։ Սովորեք նոր վարժություններ ձեր ինքնազգացողությունը բարելավելու համար։ Ընդլայնեք ձեր գիտելիքները սկսելով նոր գործողություններ կամ ուսումնասիրեք նոր թեմաներ որպես անհատի աճն ու զարգացումը ընդլայնելու տեսանկյունից։ Հոգ տարեք ձեր առողջության և ապրելակերպի մասին, ներառյալ առողջ սնունդը և ֆիզիկական վարժությունները։ Սա շատ կարևոր է կյանքում հաջողության հասնելու համար։ Հայելային ամսաթվի 5 վտանգները։ Խորհուրդ է տրվում այս հայելային և կախարդական օրը խուսափել բարդ և կարևոր գործեր պլանավորելուց։ Փոխարենը պետք է ժամանակը տրամադրեք սովորական աշխատանքին և հանգստին։ Այս օրը շփումը կարող է բացասական արդյունքների հանգեցնել հատկապես վերադասի և գործընկերների հետ։ Լիալուսնի օրը խուսափեք հայհոյանքներից և ցույցերից, քանի որ դա կարող է հանգեցնել ինքնատիրապետման կորստի և սխալների, որոնց ուղղումը շատ երկար ժամանակ կպահանջի։ Խորհուրդ չի տրվում խնամել բույսերը հայելու ամսաթվի օրը, քանի որ դրանք կարող են զգայուն լինել լուսնային անբարենպաստ ազդեցության նկատմամբ և դառնալ ցավոտ։ Կարևոր է, որ այս օրը հատուկ ուշադրություն դարձնեք ձեր հոգեկան առողջությանը, հատկապես եթե անկայուն հոգեկան ունեք, և ընտրեք ձեր հանգստացնող և ուրախացնող գործողությունները։ Իսկ այժմ 2025 թվականի ապրիլի 24-ի հայելային ամսաթվին ցանկություն հայտնելու 3 եղանակ։ Առաջին մեթոդ՝ մաքուր ջուր, նախընտրելի է աղբյուրի կամ օձված ջուր, որը կլցնեք բաժակի մեջ։ Կարող եք նաև օգտագործել հանքային ջուր։ Որոշ ժամանակ դուք պետք է լուռ կենտրոնանաք ձեր ուզած պատկերի վրա, այնուհետև ասեք այս կախարդական խոսքերը. «Մաքուր ջուր, թող խմեմ, թող լվացվեմ։ Ինչպես դու մաքրում ես ինձ, դու ինձ բախտի մեջ ես լողացնում և իմ երազանքները գրավում ես դեպի ինձ։ Ես փակում եմ այս բանալիով և լվանում ջրով։ Թող այդպես լինի։ Ամեն»։ Իսկ սրանից հետո դուք բարձրաձայն կարող եք ասել ձեր ցանկությունը։ Մեթոդ 2. Կեսգիշերին դուք պետք է կանգնեք պատուհանի մոտ և լուռ կենտրոնանաք ձեր երազանքների վրա։ Այնուհետև դատարկ թղթի վրա գրեք ցանկություն։ Գրելիս յուրաքանչյուր բառը բարձրաձայն արտասանեք։ Վառեք եկեղեցու բարակ մոմ և դրեք սպիտակ ափսեի կենտրոնում, որից հետո այն պետք է դնեք պատուհանից դուրս։ Որոշ ժամանակ մանրամասն մտածեք, թե ինչ եք ուզում, և սպասել մինչև որ մոմը մինչև վերջ կայրվի։ Մոխիրը կհավաքեք, մեկ կույտ կանեք։ Այնուհետև այդ տաք մոմը և մոխիրը կփաթաթեք ձեր գրված երազանքի թղթի վրա և այն տանից հեռու կշպրտեք։ Երրորդ մեթոդ։ Շարֆ օգտագործելու ցանկության ծեսը շատ պարզ է։ Բավական է 3 անգամ ասել ձեր ցանկությունը մաքուր սպիտակ թաշկինակի վրա, որից հետո գործվածքը սեղմեք բռունցքով և կարդաք այս կախարդական տողերը. «Տեր Աստված, կատարիր իմ ամենախոր ցանկությունը, ողորմիր, լսիր ինձ, ուղարկիր ինձ օգնություն, լցրու ինձ ուժով։ Թույլ մի տուր, որ մոլորվեմ իմ երազանքը տանող ճանապարհով։ Ամեն»։ Այնուհետև շարֆը կամ թաշկինակը կապեք, հանգույց արեք և դրեք ձեր պայուսակի կամ գրպանի մեջ և այն պահեք ձեզ մոտ մինչև ձեր երազանքների իրականացումը։ Դե ինչ, իսկ դուք ինչ եք կարծում այս ամենի մասին, հավատո՞ւմ եք նման բաների, թե ոչ։ Կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններ բաժնում։ Մինչ նոր հանդիպում։ Իսկ մենք շարժվելով առաջ, եկեք միասին բացահայտենք, թե ըստ ձեր կենդանակերպի նշանի, ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Աստղաբանները բացահայտում են, թե կախված ձեր կենդանակերպի նշանից, ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Խոյ, վճռականություն։ Խոյերը ակնթարթորեն որոշումներ կայացնելու ունակություն ունեն, մինչդեռ մյուսները հաճախ կասկածների մեջ են ընկնում։ Նրանք հիանալի կերպով հաղթահարում են ճգնաժամային իրավիճակները և սթրեսային պահերը՝ շնորհիվ Մարսի վճռականության և փառասիրության
ինքնասիրության մոլորակի ազդեցության։ Նրանց արագ միտքն ու ինտուիցիան թույլ են տալիս ակնթարթորեն ելք գտնել դժվար իրավիճակներից։ Ցուլ, հեռատեսություն։ Ցուլերը բնածին պրակտիկ մտածողության վարպետներ են։ Վեներայի ղեկավարությամբ, որը պատասխանատու է արժեքների և շքեղության համար, նրանք համառորեն հետապնդում են իրենց նպատակները։ Նրանք բնածին պատկերացում ունեն ֆինանսների, ռեսուրսների կառավարման և ռազմավարական պլանավորման մասին, ինչը նրանց դարձնում է յուրահատուկ հեռատես։ Երգորիակներ, հետաքրքրասիրություն։ Որպես օդային նշան և կառավարվող Մերկուրիի կողմից, երգորիակներն ունեն աշխույժ ինտելեկտ և հետաքրքրասիրություն, որն օգնում է նրանց տիրապետել տարբեր հմտությունների։ Նրանք միշտ փնտրում են ամենաանսպասելի հարցերի պատասխանները, ինչը նրանց դարձնում է կենդանակերպի ամենասրամիտ նշաններից մեկը։ Խեցգետին, կարեկցանք։ Խեցգետիններն օժտված են էմոցիոնալ իմաստությամբ և խորը կարեկցանքով, ինչը նրանց դարձնում է բնական բուժողներ։ Նրանք հիանալի են հասկանում մարդկանց և ինտուիտիվ կերպով հասկանում են նրանց զգացմունքները։ Ամուր կապեր ստեղծելու և մտերիմներին աջակցելու նրանց կարողությունը նրանց անփոխարինելի է դարձնում ցանկացած թիմում։ Առյուծ, խարիզմա։ Առյուծները, որոնք ղեկավարվում է արևի կողմից, ունեն պայծառ միտք և հզոր խարիզմա։ Նրանք փայլուն են լուծում ստեղծագործական խնդիրները և հեշտությամբ ստանձնում առաջնորդի դերը։ Նրանց վստահությունն ու հաջողության հասնելու ցանկությունը թույլ են տալիս հասնել անհավատալի բարձունքների գործունեության ցանկացած ոլորտում։ Կույս, կենտրոնացում։ Կույսերն առանձնանում են վերլուծական մտքով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Նրանք տեսնում են օրինաչափություններ, որոնք վրիպում են ուրիշների աչքից և կարողանում են ակնթարթորեն գնահատել իրավիճակը։ Տրամաբանական տեսանկյունից Մերկուրիի ղեկավարությամբ նրանք օժտված են բարձր ինտելեկտով և խորը կենտրոնանալու ունակությամբ։ Կշեռք, հավասարակշռություն։ Վեներայի ազդեցության տակ գտնվող կշեռքներն օժտված են միջանձնային հարաբերությունների ապշեցուցիչ ըմբռնմամբ։ Նրանք հեշտությամբ կապեր են հաստատում, գիտեն ինչպես հարթել կոնֆլիկտները և ցանկացած իրավիճակում հավասարակշռություն գտնել։ Մարդկանց հասկանալու նրանց կարողությունը և խարիզման նրանց դարձնում են հանրաճանաչ և հարգված հասարակության մեջ։ Կարիճ, խորաթափանցություն։ Կարիճներն ունեն խորաթափանցություն, որը սահմանակից է էքստրասենսորային կարողություններին։ Նրանք կարողանում են ճշգրիտ ճանաչել մարդկանց թաքնված դրդապատճառները և հասնել ցանկացած խնդրի էության։ Նրանց վերլուծական միտքը և հետազոտական մոտեցումը նրանց դարձնում են հոգեբանության և ռազմավարական մտածողության վարպետներ։ Աղեղնավոր, լայն աշխարհայացք։ Աղեղնավորներն ունեն լայն աշխարհայացք և փիլիսոփայական մտածողություն։ Նրանք կարողանում են գտնել ճշմարտությունը բարդ էթիկական հարցերում և հեշտությամբ ընդունել տարբեր տեսակետներ։ Ճամփորդության, սովորելու և գիտելիքների փոխանակման հանդեպ սերը նրանց դարձնում է իմաստուն դաստիարակներ իրենց շրջապատի համար։ Այծեղջյուր, նպատակասլացություն։ Այծեղջյուրները հաջող համակարգեր և կառույցներ կառուցելու վարպետ են։ Նրանք բնածին առաջնորդներ են, ովքեր կարողանում են հասնել իրենց նպատակներին կարգապահության և ռազմավարական մտածողության միջոցով։ Նրանց հասունությունն ու հեռատեսությունը թույլ են տալիս հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին և հասնել զգալի բարձունքների։ Ջրհոս, նորարարություն։ Ջրհոսները միշտ մեկ քայլ առաջ են։ Նրանք նորարարներ են գիտության, տեխնոլոգիաների և ոչ ստանդարտ լուծումների առաջնագծում։ Նրանց ոչ ստանդարտ մտածողությունը թույլ է տալիս տեսնել հնարավորություններ, որտեղ ուրիշները դեռ չեն նկատել թրենդը։ Որպես հումանիստներ, նրանք ձգտում են բարելավել աշխարհը։ Ձկներ, էմոցիոնալ զգայունություն։ Ձկներն ունեն խորը ինտուիտիվ և ստեղծագործ միտք։ Նրանք կարողանում են աբստրակտ մտածել և երազանքներն իրականություն դարձնել։ Նրանց հուզական զգայունությունը թույլ է տալիս զգալ շրջապատող աշխարհի անտեսանելի նրբությունները և դրանք արտահայտել արվեստի, բառերի և խորը մտքի միջոցով։ Դե ինչ սիրելիներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։